Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք հարցազրույցը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Տաթևիկ Սողոյանը, Ճշմարտության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան։ Տաթև, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մենք այսօր քննարկելու ենք շատ մեր օրերի ու շատ մեր հանրությանը հետաքրքրող մի թեմա, որը անհետ կորածների եւ անհետ կորածների գտնելու կամ իրենց վերաբերյալ որևէ տեղեկություն իմանալու գործընթացի մասին է, քանի որ դուք զբաղվում եք անհետ կորածների իրավունքների եւ նրանց հարազատների հետ այդ պայքարի մեջ եք անընդհատ, ինչ նորություն չասեմ, այլ առհասարակ ինչ իրավիճակ ունենք մենք ներկա պահին, ինչ կա առհասարակ հենց հիմա գետնի վրա իրականացված, որ արդեն այս 5 տարվա ընթացքում իրականացվել են։ Շնորհակալություն հրավերի համար։ Իրականում թվում է թե մի մեծ ցավոտ, բայց պարզ հարց է թվում, բայց իրականում շատ բազմաշերտ ու բազմաբովանդակ հարց է անհետ կորածների, բռնի անհետացածների հարցը։ Խնդիրը, եթե պայմանականորեն կարանք բաժանենք երկու մեծ հարթության, միջազգային այլ երկրների հետ հարաբերություններում, այսինքն բարձրաձայնելու այս հարցը, միջազգային երկկողմ Ադրբեջանի հետ հարաբերություններում հարցը եւ ներպետական։ Երևի թե կարող եմ սկսել ներպետականից, որովհետեւ անհետ կորածների հարցը մեծապես կախված է, թե ում են փնտրում մարդիկ եւ այդ ում փնտրելը, հստակեցնելը, ով կա, ում ճակատագիրն է դեռևս անհայտ, մեծապես կախված է Հայաստանում տեղի ունեցող քննություններից, փորձաքննություններից, որի արդյունքում հերքվում է այն վարկածը, որ Հայաստանում, Հայաստանի իշխանությունների ներքո գտնվող որևէ մարմին կամ մասունք պատկանում է փնտրվող որևէ անձի։ Դա մի ասպեկտ, որ այսինքն պարզենք ճակատագիրի, վերջո այս մարդիկ պատերազմում զոհված են, թե զոհված չեն։ Երկրորդը, երբ մենք ունենք բռնի անհետացումների դեպքեր, մեր ունկնդիրների համար բացահայտեմ, որ դա այն դեպքերն են, երբ ակնհայտ է եղել, որ տվյալ իրավիճակում տվյալ զինծառայողը կենթանի վիճակում գտնվել է հակառակորդի տիրապետության տակ, այսինքն ձերբակալվել է հակառակորդի կողմից, սակայն ինչ պատճառներով մյուս կողմը հրաժարվում է ընդունել, որ այդ մարդիկ իր գերեվարության ներքո են։ Այսինքն մենք ունենք հաստատված, այսպես ասած, գերիների ցանկ, դա այդ 23 հոգին են, ներառյալ ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ունենք իրավիճակներ, երբ 20 թվականին հանրության լայն շրջանակների մոտ տագնապ առաջացնելու մտադրությամբ շատ դեպքերում նաեւ ենթադրում եմ, որ զինվորների այդ առավայլությունը ցույց տալու կամ ինքնագլուխ գործողությունների արդյունքում որոշ ադրբեջանցի զինվորներ նկարահանում էին այդ տեսանյութերը, թե ինչպես են գերեվարում այդ անձանց եւ այդ տեսանյութերը կան, բայց մյուս կողմից կա այդ մերժողական վերաբերմունքը Ադրբեջանի պատասխանելը, որ մենք որևէ տեղեկություն չունենք այս մարդկանց մասին։ Այս մարդիկ հենց դառնում են ուղակի անհետ կորած մարդիկ, որ Հայաստանի Հանրապետության մասով ասում ենք, մենք անհետ կորած են իրենք, բայց մենք գիտենք, որ դա Ադրբեջանում պահվող մարդիկ են կամ անհայտ է իրենց վիճակը։ Մյուս կողմը, սա ասում եմ, որ մեր ռադիոլսողներն էլ իմանան, որ մյուս կողմն էլ, այսինքն ադրբեջանական կողմը հերքում է, որ իմ մոտ նման անձինք չկա։ Բայց տեսեք, այստեղ քանի որ ասում եմ երկուստեք անելիք կա եւ կա ճիշտ ներպետական քննություն անելու կարիք եւ ճիշտ բանակցելու կարիք։ Օրինակ, մենք դիցուկ ունենք իրավիճակ, չեմ ուզենա շատ մանրամասնել, բայց երբ որ ունենք հստակ երևացող տեսանյութ, թե ինչպես է գերեվարվում զինծառայողը, ամեն ինչով նույնականացվում է, մինչև համազգեստի այդ նախշերով, տարբերանշաններով նույնականացվում է,
այդ զինվորին ինչպես են, այսինքն ֆիզիկական վիճակում ադրբեջանցի զինվորները գերի վերցնում։ Եվ հիմա Հայաստանի Հանրապետությունում ունենք մի իրավիճակ, երբ որ այդ զինվորից ինչ որ կա մի մասունք պայմանական կողոս կր, որը ըստ մեր իշխանությունների պատկանում է այդ զինվորին։ Հիմա ծնողի համար, հարազատի համար անորոշ է, ոնց կարող էր, եթե ենթադրյալ մահվան հանգամանքը չի եղել ինչ-որ անօթաչու թռչող սարքի պայթյուն, ինչ-որ տենց մեծ այնպիսի պայթյունային վիճակ, որ մարդը կարող էր մասնատվել ու ինչ-որ հատվածների վերածվել մարմինը, ինչպես կարող է այն մարդուն, որ տեսել է իր տղային տվյալ տեսանյութում, ի վերջո հանգուցալուծվել ստանալով մի կողոս կր։ Սա հարցեր են, որոնք պետք է պարզաբանվեն, այսինքն եւ միջազգային իրավունքները դրա մասին խոսում, ասում են ոչ թե ուղակի ճանաչելու, որ ԴՆԹ նույնականացմամբ վերջես մարդը համարվում է մահացած, այլ ասում են միայն ԴՆԹ նույնականացումը չի կարող պարզել մարդու ճակատագիրը եւ հարազատները ունեն իրենց ընտանիքի անդամի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունք, այսինքն մինչև հնարավորինս, մինչև վերջի դետալը պարզելու, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է, եթե մահացել է այդ անձը, մահացել, եթե չի մահացել, ապա ուր է հիմա եւ ինչպես կարող են իրեն հայրենադարձել։ Եթե մի պահ մի հատ վերանանք այս ամեն ինչից, ինչ պիտի անի այս պահին մեր ռազմաքաղաքական կարելի ասել ղեկավարությունը, որովհետև եթե ասենք միայն իշխող ուժ դա թերի կլինի, որովհետև քանի որ եղել է պատերազմ, այդ պատերազմի ընթացքում նաև շփվում են պատերազմից հետո մյուս գործողություններում շփվում են ռազմաքաղաքական ղեկավարները, քաղաքական մակարդակով բարձրաստիճան պաշտոնյաները, դիվանագիտական մասով արտաքին գործերի նախարարությունը, ռազմական մասով ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը, այլ հատուկ ծառայություններ, այս բոլորը մի բլոկ են, որոնք պիտի զբաղվեն այս հարցով ու հասկանան ինչ քայլեր արժի ձեռնարկել, որ գտնենք այդ միջազգային իրավունքի իրացման լուծումները։ Դե դա մեր մեծագույն խնդիրներից մեկն է, որ ըստ էության այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի գործում որպես մեկ օրգանիկ կառույց, որոշակի չափով այդ գործողությունները համակարգվել են այնքանով, որքանով օրինակ անհերքելի են եղել բռնի անհետացումների եւ այլն մասով գերիների պատանդների բռնի անհետացածների միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը ազգային անվտանգության ծառայության կողմից էր համակարգվում, որտեղ որ որոշակի աշխատանքներ տարվում էին եւ որոշ առումով այդ գործընթացը եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացուցչության մասով համակարգվել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի կողմից, ինձ համար խիստ զարմանալի է, որ այս հարցում առանձնակի մեծ ջանասիրություն եւ պատրաստակամություն չի դրսեւորել պաշտպանության նախարարությունը, շատ դժկամորեն են մինչ այս վերաբերվել նախկին քննչական կոմիտեի ղեկավարության օրոք քննչական կոմիտեի նախագահը, որը որ թեև քննվել է գործերը, բայց այսպես ասած նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանին այսպիսի պատասխան գրություն էր ուղարկել քննչական կոմիտեի նախագահը, ասում է մենք պոզիտիվ պարտականություն չենք կրում այս հարցում քննություն իրականացնելու, կարծես թե եթե բանը ինչ որ մեկին գրպանից ինչ որ բան չեն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գրպանել կամ իշխանությունը զավթելու կոչեր չեն արել, այլ ուղղակի մարդիկ են էլի դե գնացեք կորել են, ուրեմն քննչական կոմիտեն անելու բան չուներ։ Ամեն դեպքում ինչ որ բաներ հավաքել են, ինչ որ ցուցմունքներ, ինչ որ գործողություններ կատարել են։ Բայց դա եղել է շատ հախուռն ձևով։ Տարբեր տենց հետաքննություններ են ականատես եղել, մեծամասամբ հետքներ էս մասով շատ ակտիվ ու հետքի մեր գործընկեր լրագրողներն էին հիմնականում, ովքեր անգամ շահառու էին այս թեմաների վերաբերյալ, իրենք ներկայացնում էին հետաքննություններ, որ պետական մարմինները բավականին իրենց ունեցած այն ռեսուրսները, որ իրենք ունեն ու կարող են դա օգտագործել, դրա երևի թե տոկոսներով, որ վերածենք ինչ-որ տոկոսների 50%-ից ցածրն են օգտագործել, որպեսզի կարողանան անհետ կորածների խնդիրները լուծել, գերիների հարցերով ինչ-որ բաներ անել։ Դա
խորապես չընկալելու մեր յուրաքանչյուր հարազատի մոտ այն տպավորություններ եղել, որ քննիչները միշտ ասում են, իրանք մտածում են, թե այդ մարդիկ մահացել են, հիմա ինչ եք ընկելմանում, գնացեք համակերպեք, բոլորի մոտ։ Սա շատ ծանր պատահական չի, նույնիսկ ցանկություն էլ չունեմ որևէ մեկին հղելու, որ փորձի իրեն դնի այս իրավիճակում, բայց այս այն հոգեբանական, այն ամենախոցելի, մարդկային ամենախոցելի իրավիճակն է, երբ որ ամեն մի փոքր գործողություն, ամեն մի փոքր տվյալ, մի փոքրիկ, չգիտեմ, մասունք, հագուստի կտոր նույնիսկ գտնել բերելը եւ ասելը սա է, դա ծնողի համար, հարազատի համար, որ մարդ է կորցրել, ամեն ինչ է, բայց այդ մարդիկ այդ ջանասիրությունը ժամանակին չեն ցուցաբերել ու դա անդառնալի հետևանքներ է ունեցել։ Դրա համար ենք ասում, մենք դեռևս չունենք անհետ կորածների մասին օրենք։ Մենք նաև տարբեր առիթներով ենք տեսել, թե ինչպես են մեր մոտ Հայաստանի Հանրապետությունում պահվում զոհվածների մարմինները, որովհետև մենք գիտենք, որ հիմա էլ կան մարմիններ կամ չճանաչված կամ ծնողները անգամ չեն ընդունում այդ մարմինները 5 տարի է անցել այս ամեն ինչից, այդ պահման պայմանները առհասարակ ոնց են ապահովելու սանիտարահիգիենիկ վիճակը, որովհետև բնական process է, երբ որ մարդը մահանում է, մարմինը ավտոմատ կերպով սկսում է բնական process-ում փտել, ոչնչանալ, ինչ որ ձև դա հողին պիտի հանձնվի, ինչ որ մասունք պիտի տրամադրվի, այս մասով մենք բոլորս էլ հասկանում ենք այն առումով ծնողին, որ 5 տարի մարդիկ անորոշության մեջ ապրել են, իրենք չեն գիտանան, կողքից ոչ մեկ չի գիտակցում, որ այս մարդը ամեն օր քնել զարթնել է ու անորոշության մեջ ամեն օր մի լավ լուր, մի վատ լուր լսելու համար ես չգիտեմ ենթադրություններով եթե չխոսենք ցույցերի ժամանակ էլ երբ որ մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ուզում են ինչ-որ ձև հաղորդակից լինեն այն մարմնի հետ ով որ այս հարցի հասցեատերն է պատշաճ կերպով այդ արձագանքը շատ ժամանակ չի նկատվում որ կարելի է ավելի սրտակցորեն մոտենալ, որովհետև հասկանալ, որ հոգեբանական շատ մեծ տրավմայի հետ գործ ունենք, որովհետև հետ պատերազմյան շրջանում մեր հասարակությունը բևեռացվածությունից բացի, որ մենք ունենք քաղաքական վիճակում, այդ ամեն ինչը նաև փոխանցվեց մարդկանց ու շատ հոգեբանորեն, որովհետև պատերազմի օրերին ու դրանից հետո միշտ խոսում ենք դրա մասին, որ պատերազմը ոչ մեկի տան կողքով ուղակի չի անցել։ Բոլորի մոտ ինչ որ ձև դուռը թակել մտել նորագնացել։ Բայց այս մարդկանց մոտ իրենց տանն էլ մնացել է։ Այդ 5 տարի մնացել է իրենց տանը այդ ամեն ինչը։ Զոհվածների դեպքում սա բացառիկ տխուր իրադրություն է։ Զոհվածների դեպքում մարդը շատ ծանր ողբերգություն կրելով գոնե ունի ինչ որ մի կետ, համակերպման կետ, որի շուրջ պետք է կռիվ տա, չհամաձայնի, ըմբոստանա, այդ Կուբլեր-Ռոսի ամբողջ բաներով անցնի, ցիկլներով անցնի ու ի վերջո կա հասնի այդ համակերպման կետին։ Իսկ անհետ կորածի պարագայում ինքը համարում է շարունակաբար վիկտիմիզացնող process, այսինքն ամեն օր ցանկացած պահի եւ դա տենց շատ ալեգորիկ չի, դա շատ ռեալ է։ Ամեն մարդկանց մոտ ում հետ դու որ խոսում ես, ասում է ես ամեն օր քնել զարթնելուց, հաց ուտելուց, մտածում եմ տենաս իմ երեխան ողջ է, թե մեռած է, տենաս այսօր իրան եթե ողջ է, կերակրել են, թե տանջել են։ Այդ ամենաբարդ մարդկային երևի տանջանքն է, որ մարդը այսքան տարի, 5 տարի էլի զգացել է։ Բացի այդ 90-ականներին էլ չմոռանանք, որ մինչև հիմա էլ կան անհետ կորածներ, իրենց բարեկամները դեռ փնտրում են, ուզում են փորձեն ինչ-որ իրենց զավակներն են արդեն փնտրում։ Շատ ցավալի է այդ փաստը ունենալ մեր աչքի առաջ, որ կան նման մարդիկ, ովքեր 5 տարի դեռ փնտրում են կամ 90-ականներից արդեն 30 եւ ավելի տարի։ Եթե հասկանանք, այս փաստը օքեյ, դրել ենք մի կողմ մեր այն մարմինները, որոնք սրանով պիտի զբաղվեին, այդքան էլ լավ չեն զբաղվում այս հարցով։ Մենք որպես հասարակություն, մենք որպես չգիտեմ, մենք լրագրողական համայնք, դուք իրավական համայնք, իրավապաշտպանները, միջազգային մեր այն գործընկերները, որոնց հետ մենք կարող ենք կապի դուրս գալ։ Մենք ինչ գործիքակազմ ունենք հիմա, որ կարող ենք կարելի ասել ճնշում գործադրել
ադրբեջանական կողմի վրա, որպես միջազգային հանրություն, որ ինքը ասի, որ գիտեք, իմ մոտ կան այս մարդիկ կամ ես ունեմ այս մարդկանց աճումները, եկեք փոխանակում անենք ինչ որ ձև։ Շատ ճիշտ հարցադրում է։ Անընդհատ արդեն իսկ հասել ենք այն կետին, ինչ եմ ասում հասել ենք այդ կետին, որովհետև սկզբնական շրջանում, երբ որ մանավանդ բռնի անհետացումների գործով, այսինքն ապացույցները շատ ակնհայտ էին, մյուսները, ասենք, ցուցմունքներ ունեինք, որ մարդիկ գալիս են ասում են, ես տեսա իմ աչքերով, չգիտեմ, վերցրեցին այսինչ մարդուն տարան ադրբեջանցիները, մենք մտածում էինք, լավ, անհրաժեշտ է երևի լռություն պահպանել, այդ լռությունը թշնամու կողմից կգնահատվի ու ընդառաջ քայլ կլինի։ Բայց 5 տարի անց տեսնելով այս ցինիզմը, այս մեր ժողական վերաբերմունքը, մեծ հաշվով գոնե թե ես մտածում եմ, իմ ընտանիքը մտածում է, որ մենք կորցնելու ոչինչ չունենք, որտեղ ամենավատը արդեն եղել է ու ամենավատը շարունակում է ամեն օր մեր հետ պատահել։ Հետևաբար միակ բանը, միակ հույսը, որ այս ամենավատը կարող է դադարի, գոյություն ունենալ, ոչ թե ինչ-որ լավ, վատը դադարի, դա անընդհատ փորձել գոնե թե հեղինակության վրա ազդել Ադրբեջանի, ցույց տալով, որ չէ, ինքը դեռևս այն ավտորիտար, այն հանցագործ ռեժիմով պետությունն է, որը կատարում է մարդկության դեմ ամենազազրելի հանցանքները, խոշտանգումներից մինչև բռնի անհետացումներ, ու ցույց տալ, որովհետև շատ հաճախ չի, որ ինձ ընձեռնում է այդ հնարավորությունը, բայց ինչքան էլ որ լինում է, ես շփվում եմ այս հարցով միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ, մարդու իրավունքների հարցերով միջազգային կոնֆերանսներին եւ այլն, ես հասկանում եմ, որ առանձնակի մեր հանրության կողմից, Հայաստանի Հանրապետության կողմից չի բարձրաձայնվում, որ կա այս չլուծված հումանիտար հարցը։ Վերջերս Բրիտանիայից լրագրողներ էին եկել, երբ որ ինձ ասում են, ինչի չեք համաձայնում, ինչ դա խնդիրը, արդեն խաղաղության պայմանագիրը 5 պակաս է ստորագրման, որն է ձեր ընդվզման պատճառը, ասում ենք, հարգելիներս, խաղաղության համար պետք է դեպի խաղաղություն քայլ անել, գոնե հումանիտար հարց պետք է լուծել, ինչ պետք է անեն, եթե այնտեղ կան դիակներ, եթե այնտեղ կան ողջ մարդիկ դերևս չբացահայտված, մենք արդեն իսկ տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում, մեծ հաշվով բոլորը պարփակվել են իրենց խնդիրների մեջ։ Գոնե այդ մարդասիրական քայլն արեք, բացառեք այդ դռները, ինչ վտանգ կա էլ Հայաստանի Հանրապետությունից, գոնե այդ մարդասիրական դուռ բացեք, որ որպես հանրություն, եթե ուզում եք խաղաղության գնանք, հայ հասարակությունն էլ պատրաստ լինի դրան։ Ուսես նայում են, ասում են, հա մենք չենք մտածում, որ դեռևս այս հարցը չլուծված է։ Այսինքն բոլոր տեղերում, երբ որ այս կողմից կա լռություն, անգործություն, Ադրբեջանը գնում է, ամեն տեղ ասում է, ամեն ինչ հրաշալի է, մենք շատ մարդասիրական կերպով վարեցինք 20 թվականի պատերազմը, շատ մարդասիրական կերպով վտարեցինք Արցախի բնակչությանը, ամեն ինչ միջազգային նորմի տարին համապատասխան է, հակառակին էլ մեծ հաշվով չի հանդիպում, հակառակ փաստարկումների, ու միջազգային հանրության մեջ չկա հանրության համար միջազգային։ Այո։ Ինքը տենց դառնում է համակերպող ինչ-որ բնույթ է կրում, որ թե այս մի կողմը ասում է, այս մի կողմը լռում է, դե ուրեմն վերջ, իրանք էլ որ հայտարարում են երկու կողմով ունենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ, որում չկա ընդհանրապես հարց, չկա հարց, այս մասը, ուրեմն դա իրանից ենթադրում է, որ երկու կողմերն էլ ամեն ինչ համաձայնեցրել են, պատրաստ են ստորագրման, բայց եթե նայում ենք խորհրդային, այդ խաղաղության համաձայնագիր կոչվածը պիտի ունենա այն բոլոր դրույթները, որ երկու կողմն էլ հարցեր չունեն։ Դրա համար է չէ խաղաղությունը ասված, որ ինչ որ բան դու համաձայնագիր ես ստորագրում, դու ուրեմն հարց չունես, չէ՞ որ համաձայնագիր ես ստորագրում, բայց այս այնքան մեծ հարցեր են, սա մարդկային ճակատագրերի մասին հարցեր են։ Ու այդ մարդկային ճակատագրերը կարելի է ասել մնում են խաղաղության պայմանագրի ստորագրության թանակի տակ։ Եթե ստորագրում ենք, լուսանցքից դուրս անգամ։ Այդ մարդիկ մնում են իրենց տառապանքներով ու այս վարվեցողությունը, այս շարունակական քայլերը, հայտարարությունները, որ մենք հրաժարվելու ենք միջպետական բոլոր գանգատներից, հասկանու՞մ, միջպետական գանգատ, որը վերաբերում է կոնկրետ մարդու ճակատագրի, չի վերաբերվում ինչ որ մեկի ունեցվածքին, չգիտեմ,
ինչ որ հռչակագրային բնույթ, կոնկրետ մարդիկ են, կոնկրետ խեղված ճակատագրեր են։ Եվ այնպիսի տպավորություն է, որ մեր պետությունը գնում է նրան, որ այս մարդիկ մենք, այսինքն, կամ չգիտեմ, նախորդ սերունդների, 90-ականների սերունդներն էլ դի մահանան, որ այս հարցը փակվի, որտեվ մեծ հաշվով ուրիշ սերնդափոխություն պիտի լինի, բայց այդ սերնդափոխությունից համացանցը չի սերնդափոխվում, համացանցի հիշողությունը չի սերնդափոխվում, չեն սերնդափոխվում այդ հիշողությունը, որովհետև եթե ես գիտեմ, ես դա պատմելու եմ, չէ, ինչ որ մի տեղ, այդ ինչ որ մի տեղից հիմա խմբագրում են արդեն ինչ որ մեր հայոց ցեղասպանությունն են փորձում խմբագրել, ասում են եկեք մի հատ հասկանանք այդ ինչ եղավ, կարող է մենք էինք մեղավոր, որ մեզ ցեղասպանեցին, հիմա ու այդ կոչերը ըստ իմ պատկերացմամբ Ադրբեջանը միջազգային հանրությունը օգտագործում է մեր դեմ, դա ասվում է, չէ, ինչ որ ձև իրավաբանորեն, ինչ որ ինչ որ բան ասես, դա կարող է նաև քո դեմ օգտագործվի, ու դա հենց հիմա շատ վառ ձևով օգտագործվում է մեր դեմ, մեր ասած է, եթե մենք հայտարարում ենք մի հատ մի րոպե միջազգային հանրություն ջան, արի մի հատ մենք հասկանանք այս ցեղասպանությունը ինչի է եղել, կամ այս պատերազմը 20 թվականին ինչի էր լինում, այստեղ մարդիկ կանգնելու են, ասեն, դե ուրեմն այս մարդիկ հələ մի րոպե մտածելու տեղ ունեն, ուրեմն իրանք սխալ էին։ Բայց ոչ մեկ չի նայում, որ 23 թվականին մի ամբողջ Արցախ դատարկվեց, միջազգային հանրությունը չխոսեց, որովհետև Հայաստանը չէր խոսում։ Հայաստանը լուռ ուղակի ընդունում էր այդ մարդկանց։ Հերատիտակով նայում էր։ Ոչ մի ձև, հակարիի կամուրջը փակվեց ու բացվեց, մենք ունեինք բազմաթիվ դիտորդներ, միջազգային հանրության հետ կապ պահող, միջազգային հանրությունը լռում էր, այնտեղ կան լիքը քաղաքական, տնտեսական հարցեր, որոնց համար ես գիտեմ, որ միջազգային հանրությունը միշտ աչք է փակելու, որովհետև այստեղից բավականին ճնշում չկա այն առումով, որ գիտեք, այստեղ կա մի հատ փոքր պետություն, որտեղ են մարդիկ ապրում։ Այս մարդկային ճակատագրերը միշտ խեղվում մնում են, ինչպես ասում ենք, խաղաղության պայմանագրի լուսանցքում, անգամ լուսանցքի կարմիր գծից դուրս։ Դու նշեցիր, որ այս հարցով զբաղվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր միջազգային հարցերով ներկայացուցիչը Եղիշեն Կիրակոսյան արդեն նախկին պետ ազգային անվտանգության ծառայության Արմեն Աբազյան, երկուսն էլ ովքեր այս մեծ փուլով անցել են ու ընտանիքների հետ աշխատանք են տարել, իրենք երկուսն էլ այս պաշտոնում չեն։ Այստեղ շատ մեծ հարց է առաջանում, այս 5 տարվա կատարած աշխատանքի ինֆորմացիային, որը մեծ ծավալ է կազմում, ովքեր են տեղյակ, իրենց պաշտոնները հաջորդիվ ստանձնողները, հաջորդ ԱԱԾ-պետը կամ մյուս իրավունքների մշտական ներկայացուցիչը, այս ամեն ինչին տեղյակ են, որ բանակցությունները շարունակելու են, թե սա լավ հարմար պատրվակ է, որ փորձենք այս հարցը ներքաղաքական եւ միջազգային հանրության օրակարգից կարելի ասել բրթել դուրս։ Ես լավատես չեմ միտումները վերլուծելով, այսինքն չեմ ուզում մեկնաբանել Եղիշե Կիրակոսյանի հեռանալը, որտեղ ինքն է մեկնաբանել իր հեռանալը, բայց ես տեսել եմ հաջորդիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությունը, որ միջազգային գանգատները հետ են քաշվելու, այսինքն այն ամբողջ աշխատանքն, անքուն գիշերները, որ պարոն Կիրակոսյանը եւ իր աշխատակազմը արել են պատերազմի ժամանակ եւ դրանից հետո իջիկ է դարձվելու։ Եվ ես կարող եմ իմ հետևությունը անել ինչի մասին էր սա։ Ես մեծ մտահոգություն ունեմ եւ մեր ամբողջ համայնքը մտահոգություն ունի, թե ինչ է լինելու հումանիտար բանակցությունների հետ պարոն Աբազյանի պաշտոնը լքելուց հետո, որովհետեւ գոնե թե ժամանակավոր պաշտոնակատարը երբևէ 5 տարվա ընթացքում համայնքի հետ առնչություն չի ունեցել այս հարցում եւ բնականաբար նա նույնիսկ չգիտի շարունակելու է պաշտոնավարել թե ոչ եւ բնականաբար տեղյակ չէ հարցի նրբություններից եւ ամբողջ տեղեկատվության չի տիրապետում ինչը մտածելու առիթ է տալիս ես չգիտեմ հույս մեծ իմաստով չեմ կորցնում որ գլոբալ իմաստով կարող է ինչ որ մի քաղաքական
լուծման պարագայում այս հարցը եւս լուծվել, բայց դա լինելու է բացառապես այսպես ասած թշնամու բարի կամքի դրսևորման հետևանքը եւ ոչ թե մեր կողմից տարվող հետեւողական աշխատանքի արդյունք։ Ես հակված չեմ մտածելու, որ օրինակ պարոն Աբազյանը բավական ջանասիրաբար չէր աշխատում գերիների եւ անհետ կորածների հարցով եւ իրեն որոշեցին փոխել, որ ավելի լավ զբաղվեն։ Ես ավելի շատ հակված եմ, որ դա հերթական քաղաքական քմահաճույքի հետևանք էր։ Շնորհակալ եմ շատ, որ մեր տաղավարում եք, քննարկեցինք այն թեման, որը հիմա մեր օրերում պետք է, այտենց կարելի ասել, պահել միշտ դաշտում, որ այն մարդկանց միշտ հիշացնի, որ կան ընտանիքներ, ովքեր դեռ սպասում են, բայց չեն սպասում, գիտեք ինչ որ ֆինանսական, տնտեսական, քաղաքական հարցերի սպասում են մարդկային ճակատագրի, այդ մարդիկ կան, թե չկան, լինելու դեպքում երբ են գալու, չլինելու դեպքում երբ են իրենց աճյունը բերելու այստեղ, որ իրենք էլ ունենան այդ հենման կետը, որ մի օր հանգստանան, ասեն, լավ, մենք էլ ունենք գերեզման։ Այս հարցի համար շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք հարցազրույցը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իմ հյուրն էր Տաթևիկ Սողոյանը, իրավապաշտպան, ճշմարտության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ։ Կհանդիպենք։